Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համար առաջնային հարց է եկեղեցու միջազգային պաշտպանությունը, միջազգային մեխանիզմների գործադրումը։ Ուզում եմ ասել, որ ինձ համար ակնհայտ է, որ եպիսկոպոսների հայտարարած հավաքի հետևում կանգնած է անձան վարչապետը եւ նրա նպատակն է ամբողջությամբ ենթարկեցնել իրեն եկեղեցին, որպեսզի եկեղեցու այլևս առաջնահերթությունը չլինի առաջնային սահմանադրական առաքելությունը, իսկ մեր սահմանադրությամբ ակնհայտ է, որ պետությունը ճանաչում է եկեղեցու, ազգային եկեղեցու դերը, իբրև հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու հայ ժողովրդի կյանքում, հոգևոր կյանքում, ազգային ինքնության պահպանման կյանքում եւ օրենքն էլ հռչակում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը նվիրապետության սահմաններում։ Հիմա ակնհայտ է այսքանից, որ վարչապետը չունի որևէ լիազորություն միջամտելու եկեղեցու ներքին գործերին, նույն սկզբունքով էլ չունեն իշխանության որևէ ներկայացուցիչ, առավելևս պաշտոնյաներ, միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Մենք չպետք է մոռանանք նաև, որ մեր եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է եւ ադրբեջանական իշխանությունը հայտարարել է պետական ծրագրով մեր եկեղեցի որպես թշնամական կառույց։ Հիմա այստեղ շատ կարեւոր է նաև գիտակցել, որ մենք չենք կարող ապրել անընդհատ ու չպետք է ապրենք անընդհատ տագնապի մեջ, անընդհատ լարվածության մեջ եւ տպավորություն լինի, որ մենք հայ ժողովուրդը պայքարում է իրար դեմ, մեր հասարակության տարբեր մասեր պայքարում են իրար դեմ, որովհետեւ այս ամենը, այս ինչ որ տեղի է ունենում, սա Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգի օգտին է, սա արդյունքում մեր երկիրը ոչ զարգանում է, սա այս մենք ոչ ունենում ենք աշխատատեղեր ունենում ենք նոր, ոչ, մեր երկիրը ամրանում է, ոչ, մենք ունենում ենք զարգացած զինված ուժեր, անվտանգություն, ադրբեջանական զինծառայողները դուրս են գալիս մեր սահմաններից, ոչ, հետևաբար սա օրակարգ է, որը մեզ պարակտում է, մեզ ավելի թուլացնում է եւ լուծումը սրա ես կարծում եմ մեկն է, մենք պետք է ունենանք այնպիսի իշխանություն, այնպիսի պետություն, որտեղ իշխանությունը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, այլ բացառապես պահպանում է օրենքը եւ իսկ իհարկե նաեւ եկեղեցականներն կարիք չունեն այդ պարագայում զբաղեցնելու կամ հավակնելու, հայտարարելու, հավակնելու որևէ պաշտոնը։ Ես կարծում եմ սրանք են լուծումները։ Միջազգային պաշտպանություն եկեղեցու։ Այսօր արժանորեն համարժեք արձագանքներ տեսնեք միջազգային հանրության կողմից եւ եթե ոչ, ապա ինչու է նաեւ եկեղեցական տարբեր այսպես կառույցները նախընտրում հերթապահ հայտարարություններով բավարարվել։ Միջազգային մեխանիզմը անպայման պետք է գործադրել մեր առաքելական սուրբ եկեղեցին պաշտպանելու համար, որովհետև մեր եկեղեցին մեր ազգային հենասյուներից է ինքնության եւ նաեւ իր համաշխարհային թեմերով մեր անգամ երկրի ժողովրդի անվտանգության նաեւ համակարգի անբաժան մաս է։ Պետք է նկատի ունենանք, որ միջազգային մեխանիզմները բարդ են եւ այո դրանց հետ նաև աշխատում է Ադրբեջանը, որ թույլ չտա, որպեսզի մեր եկեղեցուն պաշտպանող հայտարարություններ արվեն։ Եվ նաև շատ կարևոր է, որպեսզի մենք մեր եկեղեցու հետ կապված նկատի ունենանք, որ նման արշավները միջազգայինորեն անընդունելի են դատապարտելի, որտեղ դրանք ոտնահարում են նաև խղճի ազատությունը, նաև հոգևոր ազատությունը մեր ժողովրդի ու առհասարակ եկեղեցականների թե քաղաքացիների։ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, ինչպես նշեցիք, չի կարող միջամտել, այլ իմաստներ, ասում է ես կապ չունեմ, հա, եթե այսպես ձևակերպենք, եւ որ աջակցում է։ Ակնհայտ է, որ այս հավաքի հետևում կանգնած է անձամբ վարչապետը Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է, որ նրա կազմակերպմամբ, ակնհայտ է, որ իշխանության կազմակերպմամբ եւ հովանավորությունը վայելող հավաք է, բայց ամենակարևորն այստեղ այն է, որպեսզի մենք թույլ չտանք, որ այս քայլերը նպաստեն մեր թուլացմանը, պառակտմանը եւ էլ ավելի մեր մեջ հակասությունների սրմանը եւ չծառայի սա, չպետք է թույլ տալ որևէ կերպ, որ ծառայի նաեւ նրա քաղաքական օրակարգին։ Այսինքն պաշտոնյաների այստեղ գտնվել է օրինակ ԿՊԱ-ական պաշտոնյա Թագնի համայնքապետ եւ այլս։ Այստեղ գտնվել խոսում են դրա մասին, դրա ապացույցն է։ Գիտեք, այս միջոցառումները եկեղեցու նկատմամբ այս միջոցառումները ակնհայտ դարձել են քաղաքական բնույթի միջոցառումներ եւ այն, որ նրանք գնում են մի եկեղեցուց մյուսը, դա չի նշանակում, որ նրանք գնում են որպես հոգեվորականներ, ներողություն, որպես հոգևոր մարդիկ, որպես քրիստոնեության եկեղեցու հետևորդներ, քրիստոնյա մարդիկ այդ իրենց առաքելությամբ, որովհետև
չի կարող, գիտեք, մարդը հայտարարել, որ ես եկեղեցու հավատավոր հետևորդ եմ, քրիստոնյա եմ եւ անի քայլեր, որոնք քրիստոնեական արժեքներին դեմ են, հակասություն տարածել, թշնաման, կատելություն, խոսել բառապաշարով, որը ավելորդ է անգամ էթիկայից խոսել, անգամ խուլիգանականի է հասնում, այդ պայմաններում ինչ իմաստ ունի խոսելը, որ նրանք այստեղ են իրենց հոգևոր պահանջմունքների ինչ որ բավարարման համար, բայց դրանից առաջ ինչու չէին գալիս, ինչու են հիմա պարտաճանաչ կերպով գնում այն բոլոր տեղերը, որտեղ կառավարության ղեկավարն է գնում եւ տպավորություն է, որ ԿՓ-ն արտագնան նիստեր է անում մեր բոլոր եկեղեցիների մոտ։